Պարոն Պապյան, 2.0 կետ, տոկոսադրույքը հաշվարկային դրույքաչափ է, գումարած փոխափոխական սպրեդը կամ այնպիսի դրույքաչափ, որը կարող է կիրառվել փոխարկումից հետո ընդհանուր պայմանների 3.02 բաժնի Ե կետի համաձայն։ Խնդրեմ ասել, որն այդ հաշվարկային դրույքաչափը, փոփոխական սպրեդը ինչքան է կազմում, եւ այս թղթի մեջ, որը ներկայացված է 3.02 կետը, որտեղ կարող եմ գտնել։ Առաջի հարց, երկրորդ հարց, որովհետև չմոռանանք, որ սա ֆինանսավարկային հանձնաժողովը իհարկե ինչի վրա է վարկը ծախսվելու շատ կարևոր է, բայց քանի որ մենք դարձել ենք բանկի վարկային կոմիտե, եկեք նաև վարկի ֆինանսական մանրամասների մասին խոսենք։ Խնդրում եմ, այդ հարցին պատասխանեք։ Հաշվարկային դրույքաչափ կոնկրետ թվով, փոփոխական սպրեդ կոնկրետ թղթով եւ որ էջի վրա կարող եմ գտնել ընդհանուր պայմանների 3.02 կետը։ Մյուսը նշեցիք, որ կան ենթակառուցվածքային ներդրումներ, ֆիզիկական ներդրումներ եւ կան փափուկ ներդրումներ։ Խնդրեմ կոնկրետ ասեք, ինչքան է գնում փափուկ ներդրումներին եւ ինչի վրա է դա ծախսվելու, ինչքան գումար է գնում ֆիզիկական ենթակառուցվածքների կառավարման վրա, ներդրման վրա։ Եվ երրորդ հարցը, գիտեք, ես նայել եմ մեր հանձնաժողովը ինչքան է անցկացրել, ուրեմն հերթական նիստեր, ինչքան արտահերթ նիստեր։ Դուք եք հանձնաժողովի նախագահ եղել, հիմա էլ երկու նախագահ ստեղ նստած են։ Դա նրանից չի եղել, որ հանձնաժողովը քվորում չի ապահովել, հանձնաժողովների նախագահները հավես չեն ունեցել երկուշաբթի առավոտ անեն, հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի առավոտ, այլ որովհետև կառավարությունը անընդհատ բերել է հրատապ ռեժիմով ինչ-որ բաներ։ Խնդրեմ ինձ հստակ պատասխանել, սա էլ մյուս հարցը Տիկին Վարդանյան, ինչով է պայմանավորված կոնկրետ այս վարկային համաձայնագիրը արտահերթ ռեժիմով ներկայացվել է։ Ինչ փոխվեց կառավարության կյանքում։ Հղում եք կատարում 2025 թվականին ամառը ստորագրված փաստաթղթի վրա։ Ինչի հնարավոր չէր սա բերել անցյալ երկուշաբթի։ Շնորհակալություն։ Պարոն Պապյան, մինչև հարցին պատասխանեք, պարոն Խաչատրյան, ինչ եք բարկանում։ Ես ընդհանրապես հարցնում եմ, եթե հարց։ Չէ, որովհետև ստեղ ինչքան հասկացաք, արմավիրում, մեջնասնում հյուրանոցները, մնացած ամեն ինչ շատ կարևոր է։ Հղում կատարելը գաղտնազերծ ներողություն, գաղտնալսման վրա, որը տենց էլ չի հիմնավորում ոչ վառած ավտոբուսների, ոչ էլ սպանելու մասով։ Այդ ամեն ինչը նորմալ էր։ Ուրեմն իմ մեկնաբանությունը ձեզ վրդովեցեց։ Դա համար ես կոնկրետ խնդրում եմ, պարոն Պապոյանը, ես խնդրեմ կոնկրետ Պապոյանը խմերով այս ամեն ինչ պատասխան։ Բայց ձեզ մի բան էլ ասեմ, էլի կապված նախընտրական արշավի հետ։ Մեր քաղաքական թիմը ընտրությունները լինելու հաջորդ օրվանից մտնում է քարոզարշավի մեջ, պարոն Խաչատրյան։ Այս որ մեզնից մի քիչ վերցնեք այդ մի լավ բաները վերցնեք։ Լավ բանը վերցրել եք, շարունակում եք, լամար գովում եմ։ Բայց հիմա կոնկրետ ասում եմ, վարկի մասին կոնկրետ պատասխանեք։ Լավ, շնորհակալություն, խնդրեմ։ Եվ 3%-ը մի հատ խնդրում եմ, մաթեմատիկան արեք, տեսնենք ոնց ստացանք դա եւ ինչի չկա ստեղ դա գրված։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, նախ շնորհակալություն շնորհավորումքի համար։ Մի քանի մտքերի անունով կարճ անդրադառնալ, գիտեք գերիների մասով լավ լուրն այն է, որ վերջերս 4 գերի է փոխանակվել երկու սիրիացի աբեկ չի։ 4 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ազատ արձակվել, Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի եւ դա շատ լավ է եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացու ազատ արձակման համար Հայաստանի Հանրապետությունը պետք է անի անհրաժեշտ ամեն ինչ եւ արել է եւ ինչպես նաեւ մնացած բոլոր դեպքերում։ Սա մեկ, երկրորդը Մարմաշեն վանական համալիրի դեպքում շատ ուրախ եմ, որ դուք ինքներդ արձանագրեցիք, որ դա շատ հասանելի էր միայն լեռնային արահետներով կամ ինչով բանով կամ արկածներ որոնող մարդկանց համար եւ մնացած զբոսաշրջիկների համար դա հասանելի չէ եւ մենք հասանելի ենք դարձրել։ Ես նաեւ լուսանկարներն եմ գցել, թե ինչքան լուսավոր է այնտեղ գիշերը, ինչքան գեղեցիկ է այնտեղ գետի ափին, նաեւ այնտեղ արդեն ներդրումներ են արվել, այսինքն սա նույնպես կարեւոր է։ Առողջապահության, ապահովագրության մասով ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ ուրախ լինենք, որ օրինակ 600,000 թոշակառու նպաստառու
որոնցից կարծեմ արդեն 50,000-ը օգտվել են եւ մինչեւ տարվա կես կարող է պարզվի 3-400,000-ը կարող է օգտված լինեն այս ծրագրից, ստացել են անվճար ապահովագրություն, այսինքն տատիկը, ներողություն, բուժօգնություն, տատիկը, որը 50 կամ 60,000 դրամ թոշակ է ստանում, 500 կամ 600,000 դրամանոց վիրահատության է ենթարկվում, դրա դիմաց վճարելով 0 դրամ, եւ սա կարծում եմ մեր քաղաքացիների համար է եւ սա պարտանալու առիթ է, ես սրա մասին չէի խոսել, բայց շնորհակալություն, որ առիթ տվեցիք, փափուկ եւ կոշտ հատվածի մասին 5%-ը պարոն Խաչատրյան փափուկ հատվածն է, 95%-ը կոշտը կամ ենթակառուցվածքները, ընդ որում մինչև 5%, այսինքն կարող ենք ավելացնենք այն իմաստով, մինչև ավելի շատ, եթե արտաքին մարքեթինգային արշավների վրա ծախսենք։ Ուրեմն ֆինանսական մասը ես արդեն ասեցի, նախ նշեմ, որ այդ մասով ֆինանսների նախարարությունն է բանակցում, բանակցողը ֆինանսների նախարարությունն է, ստորագրողը այդ մասով ֆինանսների նախարարությունն է, կարծիք տվողը ֆինանսների նախարարությունն է, եւ այդ մասով անկեղծորեն ձեր բոլոր հարցերը պետք է ֆինանսների նախարարությանը ուղղվեն, մենք խնդիրն ենք ձևակերպել, խնդրի դիմաց ստացել ենք հաստատում եւ վարկ, եւ ֆինանսների նախարարության գործընկերները նշեցին, որ այդ ձեր նշած տրամաբանությամբ հիմա 3%-ի շրջակայքում է եւ ինչու հրատապ ռեժիմով, ոչ թե հրատապ, այլ մի օր շուտ Արենիում շինարարություն սկսելու համար, մի օր շուտ Դիլիջանում շինարարություն սկսելու համար, մի օր շուտ Գյումրիում շինարարություն սկսելու համար։ Ես չեմ կարծում, որ դուք դժգոհ եք, որ Գյումրիում, Դվինում, Ջերմուկում, Եղեգիսում, Արենիում, Գորիսում, Դիլիջանում մեկ օր շուտ շինարարություն սկսելու համար առավոտյան ժամը 11-ին եկել եք հանձնաժողովի նիստի։ Ես կարծում եմ, որ դուք դժգոհ չեք, պարոն Խաչատրյան, եւ ուղղակի անհասկացվածություն կա այս հարցով մեր մեջ, եւ նաեւ երկրորդ կետն էլ կա, որ մինչև ապրիլի 29-ը ըստ էության վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանվել, սահմանադրական դատարանից ստացել ենք, որ նորմալ է ամեն ինչ, կարող ենք ներկայացնել ազգային ժողով, եկել ենք եւ հայցում ենք ազգային ժողովին մինչև ապրիլի 19-ը ընդունել եւ հետեւաբար մինչեւ ապրիլի 19-ը ընդունելու համար շատ կարեւոր է, որ հիմա անենք քննարկումները, որ մինչև այդ բոլոր պրոցեդուրաները ազգային ժողովը կարողանար պատշաճ մակարդակում իրականացնել։ Այսինքն սա է ամբողջ պատմությունը։ Խնդրեմ։ Չէ, պարոն Պապյան, ես ոչ թե ուզում եմ, որ մի օր, չեմ ուզում, որ մի օր շուտ սկսեք, ես հակառակ ասում եի 7 օր շուտ սկսեինք, որովհետև անցյալ շաբաթ երկուշաբթի մենք ունեինք հերթական նիստ։ Եվ ես չեմ հասկանում ինչը խանգարեց, դա անենք։ Սահմանադրական դատարանից դեռ չենք ստացել կարծիք։ Սահմանադրական դատարանին ասեիք, սահմանադրական դատարանի նախագահ, դու ինչու չես ուզում, որ մենք շարունակենք Դիլիջանի շինարարությունը, շարունակենք Գյումրիի շինարարությունը 5 օր, 7 օր առաջ։ Մյուսը, պարոն Պապյան, ազնիվ խոսք, ես չհասկացա ինչ եք ասում։ Եվ Տիկին Վարդանյան, դուք եք բանկում աշխատել, դուք եկել եք վարկ եք զեկուցում, վարկային համաձայնագիր, ներկայացնում եք կառավարության տարածքային համաչափ զարգացման ձեր տեսլականը, ենթադրում եմ, որ պետքա ձեր կողք կլներ նաև Խուդացյանը, բայց այդտեղ ասում եք գնա ֆինանսների նախարարին հարցնեք, կառավարությանն ասեք, թող ֆինանսների նախարարը լիներ զեկուցողը, ես չեմ ձեզ ներկայացնում։ Չէ, ես կոնկրետ ասում եմ ձեզ 3%-ին 3.05%, այսօրվա որքան է կազմում, այսօրվա ինչը։ Եվ ինչի՞ց է դա կախված։ Այսինքն փոփոխական, եթե դա լողացող կուրս է, ես ուզում եմ հասկանամ, այսօր 3.05 կլիներ։ Հասկացա, իսկ վաղը չեն ուսորը, ես ուզում եմ հասկանամ, փոփոխական կուրսերը կցված են լինում, Լիբոր, Եվրիբոր, չէ՞, ասեք որն է փոփոխական լողացող կուրսը ինչ է, մի հատ հաստատունին, ինչ որ մի պահի Տիկին Վարդանյան, մի հատ հաստատունին, ինչ որ մի պահի, լավ, ամսի փետրվարի 9-ը առավոտ արդեն կեսօր 12:05-ի դրությամբ կազմում են ընդհանրենք Եվրիբորն այսքան, ինչքան կլինի վաղը, իմանայի միլիոնատեր կլինեի։ Բայց ես կոնկրետ ասում եմ, հաշվարկային դրույքաչափը ո՞րն է, այս հաշվարկային դրույքաչափը այսօրվա դրությամբ ի՞նչ է, փոփոխական սպրեդը ո՞րն է։ Եվ երկրորդը 3.02 կետը ուր է, որ ես կարողանամ կարդամ։
Դե կարդացեք, չեք կարդացել։ Պարոն Խաչատրյան, Ընդհանուր պայմանների 302 բաժնի եկետը ընդհանուր ուրեմն ընդհանուր պայմաններ սահմանումներ վերջանում է 207-ով 301-ը հոդված 3 ծրագիրն է եւ ելի մասը պապան իզնիսմին եղած է կառավարությունից եղած է ասել ֆինանսների նախարար դու ես սա պատասխանատուն արի Բան Խաչատրյան, որ այսքան ասիկ էս լավ բանը ինչի չի ուղարկել սահմանադրական դատարանի ասեիք չեք ուզում բան այսքան է գովացիկ վերջում գոնե կողմեք Թե որովհետեւ ոչ մի բանական մարդ չի գնա վարկներ առանցին անհրաժեշտիկի Վարդանյան պատկերացրեք դուք գնում եք հիպոթեք եք վերցնում ասում են այսօր հիպոթեկը 12% է ինքը փոփոխական է Ինչքան կլինի վաղը, գնացեք մտածեք։ Աուլիկը քաղաքացիներ այդպես վերցնում։ Դե ապրեք, եւ չի չեն անում։ Իրանք գիտեն, որ զուսան ես գալիս, ա կպած է ինչ-որ մի բան, բայց դա պետական քաղաքացին իրավ ռիսկն է։ Դուք հանրության համար ռիսկ եք ստեղծում։ Ես ընդհանրապես հարց եմ տալի։ Այսօր փոփոխական սպրեդը, որ ինչ հաշվարկային տոկոսադրույք Ո՞ց կարելի է գալ վարկ զեկուցել եւ ասել ֆինանսների նախարարն ասում է այսօր 305 է։ Պարոն Խաչատրյան, դու ճիշտ եք ասում, կա ֆիքսված տոկոս, գումարած փոփոխականներ։ Ես շատ հստակ ասում եմ, այս այսօր այդ ֆիքս գումարած փոփոխականը 3.05 է։ Վաղը կարող է դառնալ 3.04, կարող է դառնալ, պարոն Խաչատրյան, կարող է դառնալ 3.03։ Հիմա սա մեկ, երկրորդը կա մեր բանը ուրեմն հոդված 1-ում գրված է վավերացնել Հայաստանի Հանրապետության վերակառուցման զարգացման բանկի միջև զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի վարկային համաձայնագիրը մնացած համաձայնագրից դուք կարդում եք այդ կետերով նշված է ինչ վերաբերում է նրան թե ինչի չեն սահմանադրական դատարանին ասել շուտ արա, չենք կարող ազգային ժողովին շուտ անենք։ Մենք հիմա կարող ենք ազգային ժողովին խնդրել, ասենք վաղը նիստ անի եւ միանգամից սա հաստատի։ Տեսականորեն շատ լավ, տեսականորեն կարող ենք, բայց իրավունքը օրենքը ձեզ տալիս։ Տեսեք, բայց չենք անում, ասում ենք կգա ընթացակարգով, բայց գոնե հանձնաժողովի նիստը կարող ենք մի փոքր ավելի արագ անել։ Ինչ վերաբերում է ֆինանսական բանակցություններին։ Մենք Էկոնոմիկայի նախարարությունը իրավունք չունի, ես իրավունք չունեմ։ Դուք հիմա ինձնից պահանջում եք, որ ես անեմ մի բան, որի լիազորությունը ես չունեմ։ Ես կարող եմ անել բաներ, որի լիազորությունը միայն ունեմ։ Էկոնոմիկայի նախարարությունը վարկի տոկոսադրույք եւ նախարարը չի կարող բանակցել համաշխարհային բանկի հետ եւ չի բանակցում Պարոն Խաչատրյան, չի բանակցում։ Հետևաբար դուք ինձ ակնկալում եք իմ լիազորությունների չարաշահում, ես դա չեմ անելու։ Եվ ոչ էլ խոստանալու եմ, որ չարաշահելու եմ իմ լիազորությունները։ Կառավարությունում կա մարմին, իդեմս ֆինանսների նախարարության, ով գնում եւ բանակցում է եւ Եթե ձեզ պետք է տեղեկանք, ես ձեզ խոստանում եմ, մենք ձեզ մանրամասն այսօր տեղեկանք տտանք դրա մասին, այդ թվում նաև ֆինանսների նախարարության գործընկերների հետ բանակցությունների որոշ նրբություններ քննարկելով։ Շնորհակալություն։